Բարի Սիվիլնետ տաղավարում հյուրընկալել եմ նժար սահմանադրական շարժման համահիմնադիր վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցին։ Բարև ձեզ։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ։ Տիկին Կարապետյանց առիթը ձեզ հետ զրուցելու դա հայտնի միջադեպն է, անախորժ միջադեպը Երևանի մետրոյում վարչապետի եւ արցախցի կնոջ միջև։ Ցանկանայինք որպես քաղաքական գործիչ, որ արդեն իրավապաշտպան չէ, քաղաքական գործիչ, նաեւ իրավապաշտպանի բեքգրաունդ ունեք, հա։ Ինչպես դուք երբ տեսաք դիտեցիք այդ միջադեպը, ինչ զգացիք, ինչպես ընկալեցիք դա։ Սա ուղղակի պահի տակ պորտկում է, որը կարող է ցանկացած մեկի հետ լինել, վարչապետն էլ դրանից ապահովագրված չէ, թե անհատական վրդովմունք է, թե արցախցիների եւ գործող իշխանության միջև ձևավորված այս անջրպետն է, որ գնալով շարունակում է խորանալ։ Մարդկայնորեն այո, բոլորը կարող են ունենալ պորտքում, դա շատ նորմալ մարդկային զգացում է, հատկապես բոլորս լարված ենք տևական ժամանակ, բայց շատ կարևոր է սա առանձին միջադեպ չդիտարկել դրան նախորդող process-ները, որոնք տեղի են ունեցել, մասնավորապես թե իշխանության տարբեր ներկայացուցիչների, տարբեր չինովնիկների, մամուլը, որը ակնհայտորեն փոխկապակցված է իշխանությունների հետ, իրենց կողմից նաև այդ ատելության խոսքը արցախցիներին թիրախավորելու, վիրավորական, նվաստացուցիչ վերնագրերով հրապարակումներ անելու, խոսք հնչեցնելու եւ առհասարակ այդ ատելության խոսքը, որը կա, անհանդուրժողականությունը ցանկացած այլախոհության նկատմամբ, սա շատ սպասելի, կանխատեսելի իրավիճակ էր, որ այո կարող էր այսպիսի իրավիճակ ստեղծվել։ Այս իմաստով շատերը հիմա փորձում են ասել, իսկ այ մյուս այդ դիմացի մարդու այդ կնոջ վարքագիծը, պահվածքը, ես շատ լավ չեմ լսեն, դեռ լավ չէր լսվում, որտեղ միկրոֆոնը վարչապետի վրա էր, կարևորը վարչապետի անձն էր։ Բնականաբար կինն էլ ինչ որ արձագանք ա ունեցել, այս իմաստով Ժորժ ջան, երբ որ մենք գործ ունենք զոհված զինվորների ծնողների հետ, անհետ կորած զինվորների հետ, հայրենազրկված մարդկանց հետ, դուք պետք է հասկանաք, որ այն ամեն ինչ որ մենք վերապրում ենք, բոլորս ենք վերապրել, մեր այդ կորուստները, ցավը, այդ վիշտը, այդ մարդկանց մոտ հազարապատիկ, մի քանի հազար անգամ ավել խոցված են այդ մարդիկ եւ իրենց նկատմամբ վերաբերմունքը մարդկայնորեն լինի, թե ի պաշտոն է լինի, դու պիտի շատ զգուշավոր եւ ուշադիր լինես։ Ես անգամ խուսափում եմ շատ դեպքերում իրենց այդ խնդիրների վերաբերյալ խոսել առանց իրանց ներկայությամբ, որովհետեւ ես հասկանում եմ, որ այդ մարդիկ իսկապես ամեն քո խոսք շատ ավելի ցավագին են ընդունում։ Եվ հետեւաբար այո, այս մարդիկ մեր երկրում են ապրում, այս մարդիկ մեր հայրենակիցներ են արցախցիները եւ իրենց նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք պիտի լինի, հասկանալով իրենց կորուստը, իրենց վիշտը։ Այս տեսակ հարցակումները եւ երկրորդ հարցը, դա երեխայի ներկայությամբ այսպիսի վարքագիծ դրսեւորելը, դա ինչ ասեմ, դա մարդու էություն է։ Մարդ կա, որը պորտքում, բայց երբեք իրեն թույլ չի տա, օրինակ մի քանի օրինակներ բերեմ, օրինակ հրահանգ տալ ինչ-որ մեկի ձեռքերը պահել ու մարդու վրա թքել դրանից հետո։ Մարդ կա, որ որևէ պարագայում քո երեխան լինի, ուրիշի երեխան լինի, երեխայի ներկայությամբ ծնողին մատ թափ տալու այդ տոնայնությամբ հետը խոսել, ուղղակի թույլ չի տա ու կապ չունի արցախցի է, թե չգիտեմ, իջևանցի է։ Տեսանյութից զգացիք, որ ընթացքում փոխվեց իր վարքը, խոսքը, տոնայնությունը, ինչ որ պահի ինձ թվաց, որ զգաց, որ երևի չափն անցնում է եւ փոխվեց։ Միայն հավանաբար մեքենայի մեջ, մետրոյի մեջ, այդ վագոնի կոնկրետ մեջ, բառը չեմ հիշում կներեք, բացի այդ կնոջից, արցախցի կնոջից, երևի էլի չնախատեսված, նախապես չհրավիրված մարդիկ են եղել, ում հավանաբար երևի իրենցից էլ է վարչապետը զգացել, որտեղ որևէ մեկը Հայաստանում, եկեք ազնիվ լինենք, այդքան լավ չի զգում հանրային այսպես տրամադրությունները, ինչպես Նիկոլ Փաշինյանը, որևէ մեկը չի կարողանում դա զգալ եւ ճիշտ արձագանքել։ Հա, փոխվեց, ինչ որ պահի փոխվեց, բայց ես կարծում եմ, որովհետեւ ինքը եթե զգում է, որ անցնում է իր խոսքը, տպավորիչ է իր խոսքը, ինքը չափ ու սահման չունի, ուղակի չափ ու սահման չունի, հայոյանքից միջև եւ դրա ձայնագրությունները կան տարբեր տեղեր, նու եթե ձեր եթերը հարգելով եւ լսարանը հարգելով չկրկնեմ թե ինչ բառեր ասել, նաեւ դուք վստահ եք, որ ձեր ասածից ես ճիշտ եմ հասկանում, որ եթե չլիներ այն բացասական արձագանքը, որ համացանցում տեղի ունեցավ այդ ժամերի ընթացքում, չէր լինի նաեւ ներողությունը։ Շատ դժվար է դա ներողություն կոչել, շատ դժվար է, որովհետև երբ որ դու ասում ես ներողություն, հետո շարունակում ես, դե ձևական առումով կարելի է ասել, որ ներողություն խնդրեցին, նաև տարբեր, այսպես իր անգամ այն մարդիկ, ովքեր իր կողմնակից կարելի է համարել, աջակից, համախոհ կարելի է հանրային դեմքերից, ովքեր իրենք աջակցել են կամ նո, այսպես ասած,
background-ում աջակցում են եւ փորձում են արդարացնել բոլոր գործողությունները, այդ մարդիկ են ստիպված արձագանքել։ Դրանից հետո իհարկե ինքը չի ստիպված էր կանգ առնել։ Տեսեք, մենք երբ որ ներսում ենք process-ի մեջ ենք, մեզ համար դա շատ հաճախ թվում է նման պորտկումները, խոսակցությունները քաղաքացիների հետ, մարզերից մեկում էլ տեղի ունեցավ այդ կարգի մի խոսակցություն, հա, ոչ այդ տոնայնությամբ մոտավորապես, բայց էլի ինչ որ բարձր տոների վրա։ Շատ հաճախ մեզ թվում է, որ դա շատ վատ է, ինչպես կարող է վարչապետը իրեն թույլ տալ նման հայտարարություններ, արտահայտություններ եւ այլ եւ այլ։ Բայց երբ որ մի քիչ դուրս են գալիս մեր այս պատյանից եւ դրսից ենք փորձում նայել, այսինքն ես այս ընթացքում նաեւ դրսից որտեղից։ Ես նկատի ունեմ Հայաստանից դուրս արտասահմանցու աչքերով։ Մարդիկ, որոնք հետևում են ինչ-որ գործընթացների, հատկապես եթե այդ մարդիկ հետսովետական տարբեր երկրներից են, Իսկ հիմա մենք նույն վիդեոն ենք տեսել։ Իրենք ասում են հետևյալը, որ ասում են, գիտեք, ժողովուրդ, սա, չգիտեմ դուք ինչպես եք մեկտաբանում, այսինքն հայաստանցիների մասին, բայց սա ժողովրդավարության հետաքրքիր դրսևորում է, որ վարչապետը փորձում է իր տեսակետը տարբեր մարդկանց խոսելով հրամցնել, ոչ թե որ, չգիտեմ, իրենց ասում են այնպես, ինչպես դուք պետք է գնաք ընտրեք, իրենք էլ գնում ընտրում են, ոչ թե որ իրենց փորձում են, չգիտեմ, բռնի եւ ճնշող-ճնշիչ մեթոդներով տանել ընտրատեղամասեր, այլ փորձում է իր տեսակետը իսկապես տարբեր ձևերով, երբեմն նաեւ ափերից դուրս գալով, պորտկումներով, բայց բացատրել, հրամցնել։ Սա ժողովրդավարության դրսևորում է։ Ինձ թվում է մենք նույնպես վիդեոն ենք նայել Կազախստանցի մի քանիսն են դրանք։ Հա, դա շատ մեծ տարածում էր անը։ Տեսեք, ստեղ ասում է սխալը որտեղ է։ Մենք որպես հանրություն, որպես հասարակություն, մենք ինքներս մեր մեջ կրում ենք այդ մեր ազատությունը, ու մենք միշտ պայքարել ենք մեր ազատության համար։ Մեզ համար ինչ որ ղեկավարի քննադատելը խնդիր չի եղել։ Այո, կային մարդիկ, ովքեր գուցե ոնց ասեմ, ռիսկները չհերիքեր նախորդ իշխանությունների ժամանակ ինչ որ բան ասել, հանրային ինչ որ գրառում անել, լավ, բայց գոնե լրագրողները, իրավապաշտպանները, քաղաքակտիվիստները, իրական ընդդիմադիր քաղաքական գործիչները ոչ թե բանով, հա, պատվերով խոսացող ու տումբլերով անջատվող միացող։ Մենք միշտ ենք խոսել, մենք դրա խնդիրը չենք ունեցել։ Այսինքն դա նրանից չի, որ այսօր Նիկոլ Փաշինյանը ժողովրդավար է, այդ նրանից է, որ մեր հասարակությունը գուցե չի գիտակցում հասարակության ճնշող մեծամասնությունը այդ ազատության կուզեք գենի, հեսա կասեն հայու գեն են բանանում։ Կուզեք այդ բանը ժողովրդավարության, ազատության գենի կրողն ենք մենք։ Այնուամենայնիվ հայկական քաղաքականությունը որոշակի առումով իր մեջ ունեցել է մշտապես այդ մրցակցայնության էլեմենտները, այսինքն այսօր կարող է մի քիչ շատ է, քան նախկինում եւ իսկապես գուցե շատ է, բայց այնուամենայնիվ այդ մրցակցայնությունը եղել է քաղաքական դաշտում եւ հանրային քաղաքականությունը միշտ եղել է։ Բոլորը օգտագործել են իրենց պատկերացումների, իրենց լավագույն կարողությունները բոլոր իշխանությունների ժամանակ, բոլոր ղեկավարները իրենց կարողությունների մաքսիմալն են օգտագործել։ Որևէ մեր նախորդ իշխանություն չի զգացել, այն ինչ որ ես միջև այդ ասում եի, չի զգում ժողովրդի տրամադրությունները այդ համապատասխան բառերը ընտրելու, դե չեն զգացել, հոզորով չի ասում, այդ էլ հո գիտենք, ասում մեր ապրած կյանքն ա եղել։ Իրենք դա այսպես հանձնարարում էին այլ խմբերի, այլ թիմերի, մի քիչ ավելի ներքև իրենցից գտնվող, հա, բանով այդ սանդղակներում ավելի ներքև գտնվողների հանրային մարդկանց էին ներգրավում, հիշում եք տարբեր ռոլիկներ էին նկարում, ինչ որ տարբեր process-ներ են։ Իսկապես չի եղել փողոցում քայլող ինչ որ բաներ անող, բայց դա որովհետեւ դրանից չի որ Նիկոլ Փաշինյանը ասեն ժողովրդավարության աստվածային կերպարն է մեզ համար։ Դա նրանից է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ կարողությունը դա մարդկանց տրամադրությունները զգալն է, ինչ որ բաներ ասելն է, հետո շատ մեծ հեշտությամբ իր ասածից հրաժարվելն է, ու դա հիմքում դնում են լավ չեմ հասկացել իրավիճակն է փոխվել, ես տենց չեմ ասել, դուք եք սխալ հասկացել, այսինքն խոսքի պատասխանատվությունը նաև չզգալն է։ Շատ մեր նախորդ իշխանություններից բոլորը, ես կարծում եմ, շատ երկար նախապատրաստվել են իրենց ցանկացած ելույթից առաջ։ Իրենց ցանկացած խոսք իրենք հասկացել են, որ շատ քիչ էին խոսում։ Հա, նախ շատ քիչ էին խոսում, երկրորդը գիտեն, որ մենք բոլորս ամեն բառից ասած կախվելու ենք ու բոլորս թիրախավորելու ենք դա, իրենք շատ լավ հասկանում են, որ չունեն այդ հնարավորությունը, նաև այդքան սիրված չեն եղել, թեպետ Նիկոլ Փաշինյանն էլ մեղմ ասած հիմա այդքան սիրված չի, բայց ընտրություններին մեղմ ասած այդքան մեծ ձայներով չեն անցել։ Իհարկե խնդիր են ունեցել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը խնդիր չունի իր ասածներից հրաժարվելու։ Նիկոլ Փաշինյանը խնդիր չունի դուրս գալ փողոց մարդկանց հանդիպել, հսկայական բաներ հավաքել, հրապարակներ հավաքել, խոստումներ տալ բառացիորեն
տառացիորեն, որտեղ ուրիշ բան չես կարա դրա տակը հասկանաս, այնտեղ ելևէջների տարբերակ չկա, հետո կանգնի ասի սխալվել ենք Ժորժ ջան, կներեք սխալվել ենք։ Որևէ մեկը իրան մարդկայնորեն, տղամարդկայնորեն չել թույլ տալու։ Այնպես քննադատի շատ հաճախ, որ դու չկարողանաս քննադատել, որ քեզ տեղ չթողել քննադատելու, հասկանում եք։ Սա տեսակների տարբերություն է, բայց դա նորից վերադառնալով նրան, այդ նրանից չի որ Նիկոլ Փաշինյանը փառահեղ ժողովրդավար է, այդ նրանից է որ մեր ժողովուրդը իսկապես կրողն է ու բոլոր ովքեր որ գալու են ստիպված են լինելու հատկապես հաջորդիվ եկող բոլոր իշխանությունները ստիպված են լինելու համակերպվել են մտքի հետ, որ մեր ժողովուրդը իսկապես եթե ժամանակին խոսում էին, ինչպես նշեցի, լրագրողները, ակտիվիստները, իրավապաշտպանները, քաղաքասարակությունը, հիմա շատ ավելի ընդլայնվել է այդ շրջանակները, շատ մարդիկ են խոսելու այլևս։ Դուք ասում եք իշխանությունը խնդիր չունի խոստումներից հրաժարվելու, որոնք տվել է, չգիտեմ, 2 ամիս առաջ, 10 ամիս առաջ կամ 5 տարի առաջ, իշխանության ներկայացուցիչները ասում են, որ շատ լավ տվել են խոստումներ կամ ասել են ինչ որ բաներ, բայց այդ խոստումը այդ պահի ծնունդ է եղել, այսինքն այդ պահին համարվել է որ այդ խոստումը ճիշտ խոստում է, բայց երբ որ իրավիճակ է փոխվել, դու չես կարող ասես որ դա քարացած մի խոստում է քարի վրա գրած, ինչ էլ լինի, ես պետք է կատարեմ այդ խոստումը։ Եթե ես չփոխվեմ իրավիճակի հետ, ապա անվտանգային, այդ թվում անվտանգային լուրջ մարտահրավերներ կարող են ծագել, եթե խոստումը Արցախի վերաբերյալ է, եթե խոստումը, չգիտեմ, նախընտրական ծրագրերի մասով է եւ այլ։ Այսինքն այստեղ նուրբ այդ սահմանը որտեղ է խոստումը պահելու եւ իսկապես իրավիճակին համահունչ տրանսֆորմացվելու, որովհետև հատկապես հիմա տարածաշրջանում իրավիճակը շատ դինամիկ է փոխվում։ Ես կբաժանեի հարցը երկու հատվածի, առաջի հատվածը դա արտաքին քաղաքականության հետ կապված process-ներն են, որտեղ դու պիտի կարողանաս, կարողություն ունենաս գնահատելու, կանխատեսելու որոշակի խնդիրներ եւ չտաս խոստումներ, որոնք ինչ որ իրավիճակում չես կարողանալու իրականացնել։ Դու պիտի շատ հստակ պատկերացնես, որ կան հարցեր, որոնք քեզանից կախված չեն որևէ կերպ եւ դու ոչ միայն քեզանից կախված չեն, դու նաեւ ազդեցություն ունենալ որևէ միջամտություն ունենալու տարբերակ ուղղակի չունես։ Ազնիվ լինենք, մենք այդ կարողությունը չունենք։ Հիմա այն ինչ որ վերաբերվում է ներքին հարցերին, լավ, արդարադատության համակարգը բարեփոխելու խոստումը ով խանգարեց, Նետանյախուն խանգարեց, Պուտինը խանգարեց, ով է կամ դե Վենսը խանգարեց, բայց ով խանգարեց, հարևաններով կա, Ալիևը ով խանգարեց ձեզ։ Խոստումներ կային, որոնք դու ի վիճակի էր իրականացնելու եւ դա բխում էր մեր նաեւ անվտանգային խնդիրներից, որովհետեւ ունենալ համակարգ, որը կայունություն կբերի եւ ոչ թե քեզանից կսարքի դիկտատոր, դու դա կարող ես անել, բայց դու դա չես արել, որովհետեւ ես այն ժամանակ էլ նաեւ ձեր եթերուներում եմ ասել, դու չես անում արդարադատության այդ ամբողջ համակարգի բարեփոխում, ոչ միայն դատարանների մասին է խոսքը, որովհետեւ դու պատրաստվում ես անել գործողություններ, որի պայմաններում պիտի օգտագործես նույն գործիքակազմը, որը նախկինում օգտագործվել է։ Դու պիտի պատվերով քրեական գործեր հարուցելու, դե այն ժամանակ չգիտեմ, զանգում էին, գրում էին, մարդ էին ուղարկում, ինչ էին անում, ինքը շատ ազատ է, շատ թափանցիկ է։ Ինքը Facebook-ի իր պատին սենց գրում է, ասում է, գալու են քո հետևից, քեզ նստացնելու են սրա հետ նույն կամերում, դու հաստատ 2 ամսից ավել ես կարող։ Էս ինչ են անում։ Ասել է թե կարող են իրավիճակները Սամվել Կարապետյանի։ Այդ թվում նաև Սամվել Կարապետյանի մասին է, այդ թվում նաև ազգային ժողովի ամբիոնից ինչ որ մարդկանց մատով ցույց տալ ու ասել դուք սաղը տայ դու պիտի նես KGB պատվալները, մեկ ինչ որ կարճ ժամանակ հետո այդ մարդկանց կալանավորում են, տանում են բաներ, հա, քրեակատարողական հիմնարկներ։ Կառավարելի համակարգեր ուզում։ Եղել է նման հայտարարություն, բայց չգիտեմ դրանից հետո եղել են այդ մարդկանց կալանավորել են, թե ոչ, չէ, կարծեմ չեմ կալանավորել, եթե խոսքը ազգային ժողովի ազգային ժողովի դեպքերն են եղել։ Մի խոսքով բազմաթիվ իրավիճակներ կա, որտեղ կարելի է ասել տեսեք, մարդը թափանցիկը ինչի մեջ։ Թափանցիկը սա հակասանդրական գործողությունների մեջ։ Վարչապետը չի կարող հանձնարարություններ տալ արդարադատություն իրականացնող մարմիններին, չի կարող։ Դա լրիվ առանձին process է, դա լրիվ առանձին անկախ համակարգ պիտի լինի, սահմանադրական անկախություն պիտի ունենա։ Ու շատ կարևոր է նորից վերադառնալով հետևյալին։ Դու կարող ես, երբ որ դու ասում ես, որ իրավիճակը փոխվել, դա նշանակում է դու վերլուծելու, կանխատեսելու կարողություն չունես։ Հետևաբար դու չես համապատասխանում քո զբաղեցրած պաշտոններին։ Հետևաբար դու մաքուր պոպուլիստ ես։ Դու հրշեջ ես։ Քեզ այդ պահին պետք է ինչ-որ բան ասել այդ կրակը հանգցնելու համար։ Դու այդ պահին ինչ-որ գործողություն կներ թողներելից հրշեջները 1000 անգամ, որտեղ դրանք հա շատ լավ բան։ Այդ տրամաբանությամբ պետություն չի կարելի կառավարել։ Ու բոլոր գործողությունների իշխանությունների, եթե նկատել եք, բացի այս վերջի հետևողական ծրագրավորված, ես կարծում եմ դա նաև այդ հանձնարարությունն է, որ իրան կատարում են, բայց այս վերջի շրջանից մնացած բոլոր իրավիճակներում Նիկոլ Փաշինյանի իր թիմի գործողությունները եղել են իրավիճակային։ Տեսեք,
շատ լավ, իրավիճակային են եղել, պոպուլիստական են եղել, այդ պահին որ դրական ընկալվեն, հետո գուցե հրաժարվեն այդ խոստումներից, հայտարարություններից, բայց հիմա Նիկոլ Փաշինյանը եկեք անկեղծ լինենք, պաշտպանում է մի թեզ, որը գոնե սրանից չգիտեմ 5-6 ամիս առաջ, հիմա էլ ինքը ոչ պոպուլյար թեզ է, հա, մենք պետք է իրական Հայաստանի սահմաններով պարփակվենք, դրանից դուրս գլուխներս չհանենք, ընդհանրապես Արցախի թեման իր համար գոնե փակ է, Լեռնային Ղարաբաղի թեման, ցեղասպանության վերաբերյալ, այսինքն ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը այդ խնդրի վերաբերյալ ավելի շատ ոչ թե այդ խնդրի, այլ ընդհանրապես ամերիկյան մամուլի արձագանքի մասին ինչ որ գիրք է նվիրում, որը 18-20 թվականի ուրեմն ջարդերի մասին է, ինչ է, լավ չեմ հիշում, բայց կարծեմ է դեր, գիրք է նվիրում Վենսին եւ այդ դրա արդյունքում ինքը հեռացնում է այդ մարդուն կամ իր ցուցումով այդ տնօրենը հեռանում է աշխատանքից եւ նա պարզ ասում է, որ ես եմ այդ ցուցումը տվել, հա, ինքը շատ ոչ պոպուլյար եւ դա առաջացնում է բավական մեծ հուզումներ, խնդիրներ, էմոցիաներ եւ այլ, շատ ոչ պոպուլյար թեզեր է պաշտպանում հիմա, հա, ինչպես կարող է մեր գիտած իմացած, ձեր իմացած պոպուլիստ քաղաքական ուժը հետևողականորեն ոչ պոպուլիստական, ոչ պոպուլյար թեզեր պաշտպանել։ Շատ կարևոր է հասկանալ, թե ինչքանով են Նիկոլ Փաշինյանի առաջարկները բխում հայկական շահերից։ Ես խորին համոզմունք ունեմ, որ մենք ունենք շատ քիչ թվով խաղաքարտեր, որ կարողանանք ներկայացնել ու պաշտպանել մեր շահը։ Դա չի նշանակում, որ մենք պիտի դրոշակը վերցնենք, օրինակ, ցեղասպանության հարցով, վազենք Թուրքիայի հետևից, կամ ամեն օրվա ռեժիմով, այսպես այն բանով, հա, ասում աչք կմցնենք։ Չէ, բայց դա այն խաղաքարտերից է, որը սկզբունքորեն եւ էականորեն խանգարում է Թուրքիային իր տարբեր պրոյեկտները իրականացնելու համար, տարբեր, այսպես առաջխաղացումներ իրականացնելու համար եւ ամեն անգամ դրվում է սեղանին որպես ուժեղ խաղաքար, այո, դա նաեւ կարող են օգտագործել, փորձել օգտագործել նաեւ այլ ուժեր։ Այլ խնդիրը, որ մենք մեր ուժեղ խաղաքարերը չեն կարողանում օգտագործել, որպեսզի ստանանք առավելագույն պրոդուկտը։ Այն ինչ որ կարողացան, մենք քաղաքականության մեջ պետք է օգտագործենք Թուրքիային ճնշվելու գործիք։ Ոչ, մենք պիտի օգտագործենք մեզ լրացուցիչ անգամ մեր պաշտպանությունը ապահովելու գործիք։ Այդ թվում նաև արցախցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունները, որոնք տեղի ունեցան, մենք պիտի կարողանանք արցախցիների իրավունքների հետ կապված հարցերը մենք պիտի կարողանանք մեր անվտանգությունը հերթական անգամ ցեղասպանության չենթարկվելու այդ process-ը կանխելու համար։ Ու դա պետք է շատ հստակ օգտագործել, շատ ճիշտ օգտագործել։ Ես խնդրում եմ իմ հարցին դեռ կգանք, ինչպես են իրենք կարողանում կամ ինչու են ընտրել պոպուլիստական քաղաքական ուժը ոչ պոպուլյար թեզերը առաջ տանում, բայց այնուամենայնիվ ձեր ասացից իմ հարցը բխեց, հա։ Դուք կարծում եք, որ տարածաշրջանում, որ հիմա, չգիտեմ, միջազգային իրավունք գրեթե գոյություն չունի մեծ խաղացողների համար եւ դրա մասին պարզ եւ հայտարարում են Թրամփը, մյուսը, առանց հայտարարել երևում է։ Կարող է առհասարակ ռազմական գործողություններ սկսել մի պետություն, մի մյուս պետության հետ եւ ընդհանրապես առաջին եւ երկրորդ էշելոնի ղեկավար կազմը վերացնել այդ երկրում, խոսքը Իրանի մասին է, հա։ Թուրքիան, որ նախկինում ոչ մի խնդիր չունենալով ցեղասպանության հետ կապված ուղղակի մտավ Ադրբեջանի կողմից եւ մեր դեմ պատերազմ էր տանում 2020 թվականի պատերազմի նկատմամբ։ Դուք կարծում եք ցեղասպանությունը դեռ կարող է գործիք հանդիսանալ մեզ լրացուցիչ պաշտպանություն տալ։ Թուրքիան խնդիրներ չի ունեցել մեր ցեղասպանության հետ կապված։ Թուրքիան շատ մեծ խնդիրներ ա ունեցել մեր ցեղասպանության հետ կապված։ Նկատում եմ հանգիստ Ադրբեջանին օգնելով, աջակցելով, այդ արդեն մեկ ուրիշ հարց է։ Բոլոր իրավիճակները փոփոխական են։ Բոլոր իրավիճակները ուշ թե շուտ ավարտվելու են։ Աշխարհի բոլոր պատերազմները, բոլոր անկանոն շարժումները, բոլոր այսպես խառը իրավիճակները իրանք ինչ որ մի պահի սկսում են, ինչ որ մի պահի ավարտվում են։ Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, այդ տրամաբանության մեջ օրինակ նույն Ադրբեջանը տարիներ շարունակ ամեն կեղծ իրա կազմակերպած կեղծ ինչ որ միջոցառումներ էր կազմակերպում, ու ինչ որ թղթեր էր հավաքում, ինչ որ հայտարարություններ, ինչ որ կոնֆերանսներից, ինչ որ գիտնականների, ինչ որ կրոնական կազմակերպությունների հայտարարություններ, սատարումներ։ Այս մարդը կարողացավ իր այդ չեղած տեղից հավաքած թղթերով կարողացավ հիմնավորել իր իրավունք, այսպես ասած, իրավունքները։ Մենք ունենք ձեռքի տակ փաստ, կայացած փաստ ցեղասպանական երկու գործողություն, լավ, մի հատ ուրիշ օրինակով բերեմ, որ ավելի ու չեն կարողանում հասնել տրամաբանական Ադրբեջանը դա կարողացավ անել, որովհետև ունեցավ դրա համար համապատասխան հզորություններ եւ կարողություններ։ Նկատում եմ վայ ռազմական բյուջե, հնարավորություններ, փող, բանակ վերափոխված եւ այլ ռազմական ուժ։ Եթե մենք չունենք այդ ամեն ինչը մեր հետևից եկող,
բայց շարունակենք թափահարել, ես նկատում եմ իշխանության մոտավորապես տրամաբանություն եմ ուզում ձեզ ներկայացնել, բայց թափահարենք այդ խնդիրներով մեր հակառակորդների դեմ, այդ կարմիր շորերը թափահարենք ցուլի դեմ, այս մետաֆորան օգտագործելով մենք ավելի չենք գրգռի թշնամուն եւ սա ավելի մեծ խնդիրներ եւ սպառնալիքներ չի ստեղծում իր անվտանգության համար։ Ես սկզբից նշեցի, որ դա բոլորովին պետք չի դա թափահարել, դա պետք չի ամեն անգամ բոլորի աչքը մտցնել, բայց այդ խաղակարտերից հրաժարվել, այն էլ այս տարբերակով, որը մեզ առաջարկվում է, ջնջելով մեր իդենտիֆիկացիան, ջնջելով մեր անցյալը, մեր անցած ճանապարհը, մեր ընդհանուր գուցե ինչ որ մեզ նաև միավորելու այդ հնարավորությունը, որը նաև վատա որ էտա մեզ միավորողը, բայց նաև դրանից հրաժարվելը ես կարծում եմ, որ ճակատագրական սխալ է լինելու։ Չօգտագործ, լավ, եկեք ուրիշ օրինակ բերեմ, փորձեցի բերեմ միջև այդ անդադ բան ենք լինում։ Շատ վատ օրինակ եմ բերելու, շատ ներողություն եմ խնդրում այդ իհարկե հրյաներից, բայց հրյաները իրանց ցեղասպանությունը կարողացան կապիտալիզացնել եւ ստեղծել մի հատ երկիր, որտեղ իրենք առավելագույնս պաշտպանված են, որտեղ իրենք կարողանում են լավ են անում, վատ են անում, ազնիվ են անում, պարկեշտ են անում, անպարկեշտ են անում, միջազգային օրենքեր խախտելով են անում, չխախտելով են անում, իրանք իրանց հետաքրությունը շատ անում են առաջ։ Մենք ինչ արեցինք։ Մենք երկու ցեղասպանություն 100 տարվա մեջ երկու ցեղասպանություն վերապրելուց հետո մենք շարունակում ենք այն վիզներս ծուր, այն չկան որ փլնենք այնքան մեզ կխղճան։ Ոչ մեկին երբեք չեն խղճում։ Եթե դու խեղճ ես, եթե դու վիզը ծուր ես մանգալ, եթե դու քո իրանքներից հրաժարվում ես, դու տարբերակ չունես, ոնց ասեմ, խաղի մեջ լինելու։ Դե հրեաների հետ մեջքին կանգնած Ամերիկայի նման պետություն։ Մեր մեջքին ով է կանգնած։ Ադրբեջանի մեջքին կանգնեց Թուրքիան։ Այո, մեր մեջքին ով է կանգնած։ Իսկ ինչ են կարել որ մեր մեջքին ինչ որ մեկը կանգնած լինի։ Ունենք մի պետություն, որը մեր մեջքին կանգնած էր եւ փաստաթղթերով ստանձնել էր պարտավորություն եւ պարտականություն մեր անվտանգությունն ապահովելու համար, չարեց այդ պետությունը։ Որովհետեւ մենք այդ նույն պետության հետ մեր հարաբերություններում մենք պատրաստ ենք այլի նորից պիտի ասեն, չէ, մենք լավ բան, տենց ջերմ հարաբերություններ, բայց էլի որփի նման վիզներս ծուր, մենք գնում ենք բոլոր միջազգային կառույցներում, քվեարկությունների ժամանակ շատ դեպքերում քվեարկում ենք ինչ որ բաների կողմ, որովհետև դա ձեռնտու էր Ռուսաստանի Դաշնությանը, բայց ակնհայտորեն մեր շահերից չէր բխում, հայաստանյան շահերից չի բխում։ Այ երբ որ դու տենց վիզը ծուր, որփի կարգավիճակով գնում ես կանգնում ես ինչ որ մեկի կողքը, իհարկե այդպես է։ Արժեք չենք ներկայացնում Ռուսաստանին։ Այո, մենք արժեք չենք ներկայացնում, դա էր պատճառը, որ պարբերաբար հնչում էր ակուդա անի ձենուցը։ Վերադառնանք իմ հարցի արմատներին, այսպես ասած, սկզբին, հա։ Այդ դեպքում ինչու պոպուլիստական իշխանությունը որոշել է ոչ պոպուլյար թեզեր առաջ տանել։ Որովհետև ես խորին համոզմունք ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը ստանձնել է պարտավորություններ դրսում եւ այդ պարտավորությունները իրականացնելու համար բավականին մեծ ու լուրջ ճնշումներ կա իր վրա եւ ինքը ոչ պոպուլիստ, ոչ պոպուլյար թեմաները համոզմունք ունեմ, որովհետև բոլոր գործողությունները, իր բոլոր գործողությունների իր ամբողջական խոսույթը եւ վարած քաղաքականությունը առնվազն գոնե պատերազմից հետո ակնհայտորեն հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը ստանձնել է պարտականություններ, որոնք պիտի կատարի։ Այո, դրանք ոչ պոպուլյար են, որտեղ չեն կարող պոպուլյար լինել, որտեղ ընկալելի չեն, ընդունելի չեն, ես չեմ հասկանում տեղ հայկական շահը որտեղից է բխում, բայց պոպուլիստական են։ Պատերազմ չլինելուց է բխում։ Իշխանությունը այդպես է ասում։ Շատ լավ բան են մտածել, իհարկե որևէ մեկը պատերազմին կողմ լինել չի կարող, որևէ առողջ, ողջամիտ, adekvat մարդ չի կարող պատերազմին կողմնակից լինել։ Դա հիվանդագին մոտեցում է, բայց քո իրավունքներից հրաժարվելը չի բերելու պատերազմի չլինելու։ Ես ձեզ ավելին ասեմ, եթե ինչ որ մարդիկ կարծում են, որ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելուց հետո այդ իր ասած 65%-ը մենք 65%-ով գալու ենք, անգամ եթե դուք 165% տակ Նիկոլ Փաշինյանն ու կարծում եք, որ ամեն հաջորդ օրը դրսից հնչող պահանջները կատարելու համար Նիկոլ Փաշինյանը նորից մեզ շանտաժ չի անելու պատերազմով, դա չարաչար սխալվելու մտայնությունն է։ Փոփոխությունների ժամանակ է դա լինելու։ Մի հատ սահմանություն փոխելուց է ասելու, կասի շանտաժ կանի, պատերազմ եք ուզում որ դեմ են քվեարկելու իմ այս առաջարկին, իրանք բոլորը պատերազմի կուսակցություններ են ու պատերազմի մոլի երկրպագուներ են։ Ռուսաստանի ստրուկներն են, որտեղ Ռուսաստան ուզում է գա մտնի ինչ որ sense բաներ հեքիաթներ ապատեն։ Ցանկացած պահանջ, որ այսօր Ադրբեջանը ներկայացնում, այս Ադրբեջանի ախորժակը չի կանգնում։ Ադրբեջանը նաև այդ 300,000 ադրբեջանցիների հետ կապված բերելու, նաև մեր նկատմամբ տարածքային պահանջներ ունի եւ մարդը բացահայտ իր հարցազրույցներում ասում է, մարդը այս վերջերս Ալիևը հարցազրույցներից մեկի ժամանակ ասեց, այո, մենք բառացի չեմ ցիտում, ասեց մենք կարող ենք ընկել խաղաղության պայմանագիր, բայց դա չի նշանակում, որ մենք ամբողջական տարածք
ամբողջականությունը, տարածքային ամբողջականությունը Հայաստանի ճանաչել, բայց դա չի նշանակում, որ 6 ամիս հետո մենք այլ հարցեր կամ այլ ակնկալիքներ չենք ունենալու Հայաստանից։ Իսկ նշանակում է, որ մենք ամեն 6 ամիսը մի անգամ կամ ամեն 3 ամիսը մի անգամ տարբեր Ալիևի տարբեր ֆանտազիաների կապակցությամբ մենք ստեղ բոլորը շանտաժի ենք ենթարկվել։ Գոնե խաղաղության պայմանագրի մասով վերջերս իր հնչած կարծիքն այն էր, որ Ալիևի հայտարարությունը, որ եթե լինի սահմանադրության համապատասխան փոփոխությունը, որևէ խոչընդոտ չի լինի խաղաղության պայմանագրի կնքելու հետ կապված։ Մի րոպե, սա այդ թուղթը կնքելու հետ կապված խնդիր չի լինի, բայց այդ չի նշանակում, որ Ալիևը հրաժարվելու էր մնացած պահանջների, որը չկատարելու պարագայում նորից շանտաժ է ենթարկվել։ Տեսեք, մի հատ կոնկրետ օրինակ, որ դուք ասացիք այդ շանտաժի եւ այլնի հետ կապված։ Դուք, քանի որ դուք էլ վարչապետ տեխնացու եք, ձեր տեսլականները դաշքիր իմանալ, խաղաղության թեզի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Արցախի Լեռնային Ղարաբաղի խնդիրը փակ է, լեռնային արցախցիները պետք է տնավորվեն Հայաստանում եւ այդ հարցը նման ձև փակվի եւ ավարտվի։ Քոչարյանն ասում է, որ ոչ պետք չի սահմանափակվել 29800 քառակուսի կիլոմետր տարածքով, պետք է տարբեր հարցեր, տարբեր իրավունքներից չհրաժարվել։ Սամվել Կարապետյանն թեպետ սկզբից ասում էին, որ վերադարձի իրավունքը պետք է պահել, բայց այս վերջերս եղավ հայտարարություն, որ Ալիևի պայմաններում, իշխանության պայմաններում դժվար են պատկերացնում, որ արցախցիները այնտեղ կապրեն, դրա համար պետք է կենտրոնանալ նրա վրա, որ արցախցիները Հայաստանում տնավորվեն։ Ձեր մոտեցումն ինչպիսին է այս հարցի վերաբերյալ։ Որևէ մեկը աշխարհում լինի Հայաստանում տեխնացու որևէ պաշտոնի կամ արդեն պաշտոն զբաղեցնող մարդ, թե դուրսը ամենագերտերությունների ներկայացուցիչներն ու ղեկավարները չեն կարող զրկել արցախցիներից իրենց նիկոնստիտուցիոննի, այլ կոնվենցիոն իրավունքներից։ Կոնվենցիաները դեռ մեջը սնոսկա չկա գրած, որ վերաբերվում են իրավունքները ցեղասպանության չի ենթարկվելու, իրենց մշակութային, իրենց տարածքներում ապրելու, իրենց կյանքը դասավորելու, այնքան իրենց ինքնորոշման իրավունքը որևէ կերպ գրած չի, որ վերաբերվում է բոլորին, բացի արցախցիներից։ Որևէ մեկը չի կարող գալ ասել դուք արցախցիները այլևս ձեր իրավունքները հետապնդելու իրավունք չունեք։ Այդ մարդիկ կարող են իրենց տրամաբանության մեջ, իրենց պատկերացումներով եւ իրենց գործիքակազմ, իրենց հասանելի գործիքակազմերով շարունակել այդ դրա մասին, այդ իրենց խնդիրների մասին խոսալ։ Միանշանակ գրքային ճշմարտություն եք ասում, միջազգային իրավունքն է դրա մասին խոսում։ Բայց պատկերացրեք դուք երկրի ղեկավար եք եւ պետք է հարևան պետության հետ ինչ-որ լուծման գաք, իրավիճակի կարգավորման գաք։ Դուք ասում եք, որ արդարությունը եւ արդարադատությունը միջազգային արդարություն, չգիտեմ, իրավունքը պահանջում է, որ արցախցիները չեն կարող հրաժարվել իրենց իրավունքներից։ Այդ հարցից հրաժարվել չեն կարող։ Ալիևն ասում է շատ լավ, այսինքն գոյություն ունի գրքային ճշմարտություն եւ գոյություն ունի ռեալ քաղաքականություն, որտեղ միջազգային իրավունքը հիմա, ինչպես տեսնում ենք, չի գործում։ Ալիևն ասում է շատ լավ, չեք հրաժարվում դրանից, ես Էլ ավելի մեծ ռեսուրսներ ունենալով, իմ հետև մեջքին էլ ունենալով Թուրքիայի աջակցությունը, առաջ եմ տանելու 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու թեզը, որը մենք դրա տակ հասկանում ենք նաև տարածքային պահանջ, հա։ Հիմա այդ իրավունքներից հրաժարվելը կամ դրա մասին բարձրաձայն չխոսելը կամ տվյալ դեպքում խոսելը ավելի մեծ խնդիրներ չի ստեղծում անվտանգության համար։ Եվ եթե դուք երկրի վարչապետ եք, ինչպես եք լուծելու այդ հարցը։ Տեսեք, մենք տարբեր բաների մասին ենք խոսում։ Մի խնդիր է, երբ որ դու որպես վարչապետ ինչ որ խնդիրների մասին խոսում ես, մի խնդիր է, երբ որ դու արգելում ես անգամ արցախցիներին իրենց իրավունքների մասին խոսել։ Որպեսզի այն մետրո, այն սկզբից խոսած ենք մետրոյի մեջ այդ մատը թափ տալը, Արցախ բառը ընդհանրապես որևէ տեղի շրջանառությունից հանելը ու Արցախ բառը հնչեցնելուց պատերազմով բոլորի սպառնալը հենց դրա մասին է, որպեսզի դու կարողանաս այդ թեման փակես, դու պիտի լինես դիկտատուրա, որտեղ ժողովրդավարական երկրներում դու չես կարող որևիցե մեկին ասել, որ դու Ժորժան, դուք սրա մասին այլևս չեք խոսալու։ Որևէ մեկը ինձ չի կարող պարտադրել կամ ես որպես վարչապետ ձեզ չեմ կարող պարտադրել, իրավունք չունեմ դրա այդ գործողությունները իրականացնելու, ինչ որ բանի մասին մտածել, ինչ որ մի բանի մասին խոսել եւ ինչ որ գործողություն անել, որոնք ձեր շահերը, ձեր իրավունքները կպաշտպանեն։ Այդ տարբերությունը սրա մասին է։ Իսկ արցախցիների Արցախ վերադարձի եւ ադրբեջանցի, այսպես կոչված ադրբեջանցին 300,000 ադրբեջանցիներ վերադարձի, դրանք համարժեք եւ համաչափ գործողություններ չեն։ Երբ որ դու ունենում ես դիլիտանտ մեր տեսանկյունից համարժեք չեն միանշանակ, Ադրբեջանի տեսանկյունից շատ էլ համարժեք են եւ ինքը ավելի մեծ ռեսուրս ունի դա առաջ տանելու։ Խնդրում եմ, Ադրբեջանի տեսանկյունից առհասարակ Հայաստանի ճնշող մեծամասնությունը տարածքի իրանց տարածքն է։
Եվ էլի կան երկրներ, որոնք մեղմ ասած մեր գոյությունը չեն ուզում, չեն պատկերացնում իրանց մեծ գլոբալ պլանների մեջ, մենք չենք տեղավորվում այդտեղ։ Հիմա ինչ պիտի անենք։ Պիտի քիչ մնում ասի։ Պիտի սենց գլուխներս կախ կռացած ապրենք, տենց չի լինում, տեսեք։ Վարչապետի սեղանին դուք վարչապետ եք, ձեր սեղանին դրված է թուղթը։ Կամ պետական մակարդակով հրաժարվում եք այս հարցը առաջ տանելուց, կամ Ադրբեջանն էլ սկսում է ել ավելի ագրեսիվ ձևով առաջ տանել 300,000 ադրբեջանցիների վերադարձի խնդիրը։ Ձեր գործողությունները։ Բացատրում եմ, պետական մակարդակով դու չես կարող պարտադրել արցախցիներին հրաժարվել իրենց իրավունքներից։ Պետական մակարդակով, ԱԲՆ-ի մակարդակով, վարչապետի աշխատակազմի մակարդակով, տարբեր հիմնարկների մակարդակով, որոնք պատկանում են եւ ենթարկվում են վարչապետին, այդ մասին չպետք է խոսվի։ Դեսպանությունները չպետք է խոսեն։ Ենթադրում եմ դա, երբ որ ասում եմ արգելք։ Ինձ համար հասկանալի չի բոլոր դեպքերում այն գործողությունները համոզիչ չի այն գործողությունները, որոնք իրականացնում է Նիկոլ Փաշինյանը։ Ես չեմ կարծում, որ այդ հենց այն տրամաբանությամբ պետք է առաջնորդվել, որ առաջարկում է Նիկոլ Փաշինյանը, որտեղ իր պատկերացման մեջ իմ տրամաբանությունը գուցե կլինեն իրավիճակներ կամ ժամանակաշրջան, երբ որ դու ստիպված կլինես ուղիղ մասնակցություն չունենալ ինչ-որ process-ների մեջ, բայց նաև մյուս կողմից արգելել որևիցե մեկին, որևիցե խումբ մարդկանց, արգելելու մասին չի խոսքը, պետական քաղաքականության մասին է խոսքը, առաջ չտանելու, ես կարծում դա նշանակում է ես դառնում եմ դիկտատոր։ Իսկ ես իրականում չեմ պատրաստում այդպիսի ոչ իմ կողմից իրականացնել, ոչ էլ որևիցե մեկի կողմից դիկտատոր դառնալուն աջակցել, օգնել եւ առավել եւս ջատագովել այդ process-ները։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես շնորհակալ։ Սիվիլնետ տաղավարում ես զրուցեցի Նինա Կարապետյանցի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։